ԱՄՆ-ում առողջապահության մասնագետներն ահազանգում են, որ երկրում տարածվում է սնկային վարակ, որը առաջինը ազդում է հենց թոքերի վրա, ինչն էլ կարող է հանգեցնել օրգանային անբավարարության։ Սնկերն առկա են օդում անտեսանելի ձևով և վտանգում են հատկապես թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց։ Առավել մեծ վտանգ կա Ֆլորիդայում, Լուիզիանայում, Տեխասում, Ջորջիայում և Կալիֆոռնիայում, որտեղ կլիման տաք է և խոնավ, սակայն նաև խոշոր քաղաքները, ինչպես Նյու Յորքը, Հյուսթոնը և Լոս Անջելեսը բարձր ռիսկ ունեն կապված հին շենքերի և խիտ բնակեցման հետ։ Սնկային մահացու վարակից պաշտպանվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ուժեղացնել իմունային համակարգը, խուսափել խոնավ և վատ օդափոխվող տարածքներից, հողային կամ շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործել դիմակ և ձեռնոցներ, իսկ թոքերի հիվանդության ախտանիշների դեպքում, ինչպես հազ, դժվար շնչառություն կամ բարձր ջերմություն, անհապաղ դիմել բժշկի։ Բարձր ռիսկային վայրերում, օրինակ այն տեղերում, որտեղ որ հին շենքեր կան կամ խիտ բնակեցված համայնքներում, պարտադիր է կրել դիմակը, հատկապես եթե ունեք քրոնիկ հիվանդություններ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք խոսելու թողարկման ընթացքում։ Թրամփը կիսատ է թողել G7 գագաթնաժողովը, վերադառնալով Վաշինգտոն կազմակերպելու համար գաղտնի խորհրդակցություն։ ԱՄՆ պաշտպանության նախարարն արդեն նախապատրաստում է զորքերին Թրամփի հնարավոր հրահանգի դեպքում միանալու Իսրայելին։ Ալաբամայում 18-ամյա շրջանավարտը դեռ քոլեջ չընդունված որոշել է դառնալ քաղաքապետ։ CarPlay-ը ստանում է նոր կյանք Apple-ի iOS 26 թարմացումից հետո ինչ նորություններ են ավելանալու։ General Motors-ը վերադառնում է տուն միլիարդավոր դոլարներ ներդնելով ամերիկյան գործարաններում։ Թայմի նոր շապիկը այս անգամ միգրացիոն քաղաքականության փոփոխության մասին է, ինչ է ասում հայտնի պարբերականը։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Ալադավթյանն եմ և մեր թիմի հետ ձեզ համար պատրաստել ենք ամերիկյան ամենաթարմ և երբեմն անսպասելի նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Այս օրերին Կանադայում մեծ յոթնյակի գագաթնաժողովն է, բայց իրավիճակը կտրուկ փոխվել է Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին, Թրամփը շտապ մեկնել է Վաշինգտոն ազգային անվտանգության նիստ գումարելու համար։ Սպիտակ տան հաղորդմամբ քննարկվել են Իրանի և Իսրայելի միջև սրվող հարաբերությունները և ԱՄՆ-ի հնարավոր քայլերը։ Թրամփի շտապ վերադարձը և Վաշինգտոնում նախատեսված խորհրդակցությունները ընկալվում են որպես նախանշան, որ ԱՄՆ-ն կարող է ավելի ակտիվ դեր ունենալ հակամարտության զարգացման դեպքում, եթե իրավիճակը հասնի ամերիկյան շահերի վտանգմանը։ Սպիտակ տունը հնարավոր է կանգնի ուղիղ ներգրավման երկընտրանքի առջև։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հրահանգել է պատրաստվել զինվորներին, որ եթե Թրամփը հրամայի, ապա կարողանան Իսրայելին աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հրապարակել է իսրայելական i24 News ալիքը, հղում կատարելով ռազմական աղբյուրներին։ Հաղորդվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության մի շարք բարձրաստիճան զինվորականներ աջակցում են նման ներգրավման գաղափարին, սակայն Սպիտակ տանը բոլորն այդ կարծիքին չեն։ Թրամփի վարչակազմում կան պաշտոնյաներ, որոնք դեմ են ամերիկյան միջամտությանը։ Սա վկայում է ներքին լուրջ տարաձայնությունների մասին թե ռազմավարական, թե քաղաքական մակարդակում։ Միևնույն ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ անմիջապես ներքաշվել Իսրայել-Իրան ռազմական բախման մեջ, եթե Իրանը չդիմի ուղիղ հարձակման ամերիկյան ուժերի վրա։ Սպիտակ տունը տարածել է Դոնալդ Թրամփի գրառումը, որտեղ նախագահը կոչ է անում ամերիկացիներին շտապ դուրս գալ Թեհրանից, եւ այն ընդգծել է դեղին գույնով։ Սա նշանակում է, որ սա քաղաքական հստակ ուղերձ է։ Թեհրանից տարհանման կոչը հնչում է այն պահին, երբ ԱՄՆ զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակում են։ Թրամփի վարչակազմը դեռ չի մեկնաբանել, թե արդյոք պատրաստվում է սկսել լայնածավալ գործողություն Իրանի դեմ, թե ոչ, սակայն դեղինով ընդգծված ուղերձը դիտարկվում է որպես ազդակ լրջագույն զարգացումների հավանականության մասին։ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերացրեց այն որոշումը, ըստ որի դադարեցվում էր ստուգումները ներգաղթյալների մոտ հյուրանոցային, ռեստորանային և գյուղատնտեսության ոլորտներում։
Նախորդ շաբաթվա վերջին Թրամփն անձամբ հայտարարել էր, որ խիստ քաղաքականությունը հանգեցրել է աշխատուժի սուր պակասի, հատկապես ֆերմաներում ու հյուրանոցներում, սակայն այս հարաբերական մեղմ շեշտադրումը կտրուկ հակասում է Թրամփի ներգաղթի քաղաքականության գլխավոր ճարտարապետի մոտեցմանը։ Քննադատության թիրախում են այն քաղաքները, որոնք ընդդիմանում են ներգաղթյալների ձերբակալություններին, դրանք համարելով ԱՄՆ կառավարության տապալման փորձ։ Այս հակասական դիրքորոշումների արդյունքում ներգաղթի քաղաքականությունը շարունակում է լարվածության գլխավոր աղբյուր մնալ։ Թրամփի ընտանիքը հայտարարել է սեփական բջջային կապի մեկնարկի մասին, Trump Mobile-ը, իսկ ոսկեզօծ հեռախոսն էլ ճանապարհին է։ Նախագիծը ներկայացրել են Դոնալդ Թրամփ կրտսերը եւ Էրիկ Թրամփը խորհրդանշական օրով։ Այն օրը, երբ Դոնալդ Թրամփը 10 տարի առաջ առաջին անգամ առաջադրվեց ԱՄՆ նախագահի թեկնածու։ Բազային սակագինը սահմանվել է $47.45, ակնարկով Դոնալդ Թրամփի կարգավիճակին որպես ԱՄՆ 45-րդ նախագահ եւ հավակնորդ դառնալու 47-րդը։ Trump Mobile-ը օգտատերերի խոստանում է 5G կապ, հեռահար բժշկական ծառայություններ եւ անսահմանափակ հաղորդագրություններ հասանելի 100 երկրում։ Իսկ օգոստոսին սպասվում է նաեւ Trump T1 սմարթֆոնի թողարկումը ոսկեգույն դիզայնով եւ Android համակարգով։ Ըստ ընկերության այն ամբողջությամբ նախագծված եւ արտադրված է ԱՄՆ-ում եւ կարժենա $499։ ԱՄՆ-ի վիզա ստանալը նոր կառավարության քաղաքականության պատճառով շատ ավելի բարդ է դարձել, բայց փորձը ցույց է տալիս, որ պատրաստված դիմորդների շանսերը շատ ավելի բարձր են։ Smart System մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է լրացնել մեկնաբանություններ բաժնում դրված հարցաթերթիկը եւ մասնագետը կկապվի ձեզ հետ։ Ամերիկայի 50 նահանգները եւ Վաշինգտոնը ընդունել են $7.4 միլիարդ համաձայնագիր Purdue Pharma ընկերության դեմ։ Գործը վերաբերվում է օքսիկոնտին անունով ուժեղ ցավազրկող դեղամիջոցի արտադրությանը եւ վաճառքին, որը երկար տարիներ նպաստել է օփիոդային կախվածության տարածմանը եւ հազարավոր մահերի։ Ըստ համաձայնագրի Սակլերների ընտանիքը ամբողջությամբ դուրս է գալիս դեղագործական ոլորտից եւ այլևս իրավունք չի ունենա օփիոդային դեղամիջոցների արտադրությամբ կամ վաճառքով զբաղվելու։ Սա համարվում է ԱՄՆ պատմության մեջ օփիոդային ճգնաժամի վերաբերյալ ամենախոշոր ֆինանսական լուծումը։ ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի 18-ամյա բնակիչը որոշել է դառնալ քաղաքապետ, նա դեռ քոլեջ էլ չի ընդունվել, մի քանի օր առաջ դպրոցն է ավարտել, բայց վստահ է, որ կարող է վերցնել պատասխանատվություն քաղաքի խնդիրների համար։ Նրա ծրագրերն են վերահսկել ծախսերը, ներգրավել դաշնային դրամաշնորհներ, լուծել լքված տների խնդիրը եւ աջակցել տեղական բիզնեսներին։ Չնայած երիտասարդ տարիքին տեխնացուն արդեն փորձ ունի։ Նա մասնակցել է տարբեր երիտասարդական նախաձեռնությունների եւ որպես պրակտիկանտ աշխատել է քաղաքի դպրոցական վարչության ղեկավարի գրասենյակում։ Ես պատրաստ եմ այս մարտահրավերին։ Տարիքը չի նշանակում, որ չունես նորարար մտածողություն կամ առաջնորդելու կարողություն։ Ես հավատում եմ, որ եթե ճիշտ թիմ ունենաս եւ նվիրված լինես համայնքին, կարող ես մեծ բաների հասնել, անկախ տարիքից, ասել է քաղաքապետի տեխնացուն։ Նրա տեխնացությունը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ Ոմանք հիացմունքով են ընդունել նոր ու եռանդով լի հայացքը, իսկ ուրիշները կասկածում են փորձի բացակայության պատճառով։ Մեկնաբանություններում գրեք, դուք ինչ կարծիք ունեք, տղան կկարողանա կառավարել քաղաքը այդ տարիքում։ Apple-ը CarPlay Ultra համակարգից հետո նոր փոփոխություններ է արել նաև CarPlay-ում, iOS 26-ի թարմացմամբ դուք կստանաք նոր հնարավորություններ։ Նոր տարբերակում CarPlay-ը ստացել է երկու կարևոր գործառույթ՝ վիջետներ եւ ուղիղ գործողություններ։ Վիջետները փոքր տեղեկատվական պատուհաններ են, որոնք գլխավոր էկրանին ցույց են տալիս օգտակար տվյալներ։ Օրինակ եղանակը, ժամացույցը, ուղևորության մանրամասները կամ երաժշտության հսկման կոճակները։ Նախկինում այս վիջետները հասանելի էին միայն ուլտրա տարբերակում։ Ուղիղ գործողությունները թույլ են տալիս իրական ժամանակում հետևել ընթացիկ իրադարձություններին։ Օրինակ, երբ սպասում ես Uber մեքենային կամ օգտագործում ես ժամանակաչափ, տվյալները երևում են անմիջապես էկրանին, առանց հավելվածը բացելու։ Այս ֆունկցիան նպաստում է, որ վարորդը ավելի արագ եւ անվտանգ հետևի կարևոր ինֆորմացիային։ Իլոն Մասկը իր անձնական սոցիալական էջում գրել է ԱՄՆ-ի տնտեսության ապագայի մասին, հայտնելով, որ եթե չփոխի իր քաղաքականությունը, կհայտնվի դեֆոլտի եզրին։
Մասկը արձագանքել է Wall Street էջի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ արդեն 25%-ը ԱՄՆ բյուջեի հարկային եկամուտների 1/4-ը ուղղվում է պետական պարտքի տոկոսների վճարմանը։ Մասկը շեշտել է, եթե սա շարունակվի, երկիրը կհայտնվի փաստացի դեֆոլտի մեջ։ Գրառմանը կցված գրաֆիկը ցույց է տալիս, թե ինչպես է ԱՄՆ ազգային պարտքը աճել 1980-ականներից մինչև 2025 թվականը։ Ըստ տվյալների 2025-ի հունվարին պետական պարտքի սահմանաչափը բարձրացվել է մինչև 36.1 տրիլիոն դոլար, իսկ այժմ այն արդեն հասել է 37 տրիլիոնի։ Միևնույն ժամանակ բյուջեի տարեկան եկամուտները կազմում են մոտ 5 տրիլիոն դոլար։ Մասկն ընդգծել է, որ եթե ամերիկյան իշխանությունները չփոխեն ֆինանսական քաղաքականությունը, ապա երկրի բոլոր հարկային եկամուտները կուղղվեն միայն պարտքի տոկոսները մարելուն, առանց միջոցների մնալու այլ կարիքների համար։ Նրա խոսքով այս տեմպերով ԱՄՆ-ն կդառնա դե ֆակտո սնանկացած երկիր։ General Motors-ը հայտարարել է, որ առաջիկա 2 տարիների ընթացքում 4 միլիոն դոլար ներդրում կանի ԱՄՆ-ի գործարաններում, պատրաստվելով 2027 թվականի արտադրական նոր փուլին։ Ներդրումների մի մասը նաև ներառում է 2 հայտնի Chevrolet մոդելների արտադրության տեղափոխումը Մեքսիկայից դեպի ԱՄՆ գործարաններ։ Միչիգանի գործարանում էլ էլեկտրական մեքենաների արտադրություն այս պահին նախատեսված չէ։ Այդ գործարանը կվերազինվի եւ կշարունակի արտադրել միայն ավանդական բենզինով աշխատող մեքենաներ։ Ուկրաինան սկսել է լիթիումի արդյունահանման նոր ծրագիրը, սա ըստ New York Times-ի հանքային արդյունաբերության առաջին նախագիծն է։ Ներդրումային հիմնական հավակնորդների թվում առանձնանում է TechMet ընկերությունը, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է ԱՄՆ կառավարությանը։ Այս մասնակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական գործակալություն, այլ նաև որպես քաղաքական ուղերձ Թրամփի վարչակազմին, ամրապնդելու ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունները։ Ալ Պաչինոն դարձավ առաջին հոլիվուդյան դերասանը, ով հանդիպեց Հռոմի Պապի հետ։ Առանձնազրույցը նշանավորվեց հոգևոր և մշակութային խորհրդանիշներով։ Ալ Պաչինոն Իտալիա է մեկնել Նյու Յորքից մասնավոր ինքնաթիռով, որտեղ ներկայումս ընթանում է Մազերատի եղբայրների մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի պրոդյուսերը, ով նույնպես մասնակցել է հանդիպմանը, նշել է, որ այն եղել է ոգեշնչող։ Սա հոգևոր մշակութային խորհրդանշական պահ էր, որը վեր է հանում ընտանիքի միասնությունը, կարեկցանքը, սերը և ընդհանուր բարին ծառայեցնելու կարևորությունը։ Այս արժեքներն են միավորում թե կաթոլիկ եկեղեցին, թե մեր ֆիլմը։ Վատիկանում այս հանդիպումը դիտարկվում է որպես մշակույթների երկխոսության յուրահատուկ դրվագ։ Թողարկման այս հատվածում անդրադառնալու ենք ամերիկյան ամենաուժեղ, սուր և խորհրդանշական մեկնաբանություններից մեկին, Թայմի հունիսի 23-ի շաբաթը դարձել է միջազգային քննարկման թեմա։ Պատկերի հիմքում ազատության արձանի ձեռքն է, բարձրացրած ջահով, որը սովորաբար խորհրդանշում է հույս և ազատություն։ Սակայն այս շապիկում այդ ջահը վերափոխված է, և կրակի փոխարեն երևում է Դոնալդ Թրամփին նմանվող բոցհաձև գլուխ, բայց կարծես գոռացող բերանով։ Շապիկի ֆոնը մութ է, շրջապատված է փշալարերով, ինչը հուշում է սահմանափակումների, մեկուսացման և ուժի կիրառման մասին։ Ամսագրի շապիկին ուղեկցող վերնագիրը և բովանդակությունը հստակ մատնանշում են, որ կենտրոնական թեման Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության նոր շրջանն է։ Թայմը շեշտադրում է աննախադեպ ջանքեր միլիոնավոր մարդկանց արտաքսելու ուղղությամբ։ Սա վերաբերում է վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականությունների, որոնք ենթադրում են զանգվածային բռնարարքներ, մուտքի արգելքներ, օրինական բնակության վերանայումներ և նույնիսկ քաղաքացիական կարգավիճակի անտեսում։ Շապիկի արվեստային լուծումը խորը խորհրդանշական իմաստ ունի։ Այն միավորում է ամերիկյան ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը՝ ազատության արձանը Թրամփի քաղաքական կերպարի հետ։ Այստեղ ջահը, որը պետք է լուսավորի, վերածվել է լրացնող ու սպառնացող բոցի, առաջնորդված բռնատիրական ֆիգուրով։ Վերջին տարիներին ներգաղթի հարցը դարձել է ամերիկյան քաղաքականության օրակարգի գլխավոր ուղղություններից մեկը, հատկապես Թրամփի օրոք։ Այս շապիկով Թայմը ոչ միայն քննադատում է վարչակազմի վարած քաղաքականությունը, այլ նաև հստակ դիրք է գրավում, որպես հիշեցում, որ ազատությունը, որը մի ժամանակ եղել է ամերիկյան ինքնության հիմնաքարերից մեկը, այսօր հարցականի տակ է դրվել հենց պետական քաղաքականության միջոցով։ Այժմ միջազգային լուրեր, ինչ է քննարկվել մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Թրամփը աղմկահարույց հայտարարություններ է արել Իրանի, Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։
Նախագահը հրաժարվել է ուղիղ պատասխանել, արդյոք ցանկանում է վարչակարգի փոփոխություն Թեհրանում, թե ոչ, փոխարենը հայտարարելով, որ Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք։ Թրամփը նաև անմիտ է անվանել Թեհրանի կողմից միջուկային գործարքից դուրս գալու քայլը, համոզված լինելով, որ ապագայում նոր համաձայնագիր է կնքելու։ Վերլուծաբանների կարծիքով այս ելույթը ցույց է տալիս Թրամփի գործարար մոտեցումը արտաքին քաղաքականությանը։ Նրա որոշումները հիմնականում հիմնված են տնտեսական հաշվարկների վրա, նույնիսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է միջազգային ճշմարան եւ ռազմավարական դիրքորոշումների հարցերին։ Գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հակասական հայտարարություն է արել, ասելով, որ պատերազմը չէր սկսվի, եթե ինքը մնար որպես նախագահ, իսկ Ռուսաստանն էլ մնար G8 խմբում։ Թրամփը քննադատել է Բարաք Օբամային եւ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրուդոին, ասելով, որ 2014-ին Ռուսաստանի խմբից հեռացնելու որոշումը սխալ էր։ Թրամփը հավելել է. «Ես կարծում եմ, որ հիմա պատերազմ չէր լինի, եթե Ռուսաստանը լիներ խմբում, եւ առավել եւս, եթե նախագահը 4 տարի առաջ ես լինեի»։ Նրա խոսքով Ռուսաստանի մասնակցությունը կարող է կանխել ռազմական գործողությունների սկիզբը։ Նշեմ, որ Ռուսաստանը հեռացվել էր մեծութնակից 2014 թվականին Ղրիմի անօրինական միացումից հետո։ Թրամփի այս հայտարարությունը կրկին շեշտադրում է նրա տեսակետը, որ արևմտյան քաղաքականությունը պետք է ավելի ընդգրկող լիներ Ռուսաստանի հանդեպ, նույնիսկ միջազգային իրավունքի խախտման պայմաններում։ Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Թրամփի հետ պատրաստվում են կնքել համաձայնագիր տնտեսական եւ պաշտպանական թեմայով առաջիկա 30 օրվա ընթացքում։ Հայտարարությունը հնչել է այն պահին, երբ երկու երկրների պաշտոնյաները դեռ խոսում էին լուրջ տարաձայնությունների եւ բարդ բանակցությունների մասին։ Երկու ղեկավարները հանդիպել են G7 գագաթնաժողովի ժամանակ։ Կանադան լինելով ԱՄՆ-ի գլխավոր մատակարարը պողպատի, ալյումինի եւ ավտոմեքենաների ոլորտում արդեն բախվել է Թրամփի սահմանած տուրքերին։ Կառավարությունը հայտարարել է, որ եթե առաջիկա բանակցությունները արդյունք չտան, Կանադան պատրաստ է պատժիչ քայլերի։ Մինեսոտայում ձերբակալվել է դեմոկրատական կուսակցության անդամների վրա հարձակում կատարած անձը, նրա մոտ հայտնաբերվել է ցանկ, թիրախում դեմոկրատներն էին։ Տղամարդը ձերբակալվել է իր ֆերմայի մերձակայքում, գյուղական տարածքում հանցագործությունից հետո 43 ժամ անց։ Կասկածյալը ներկայացել է որպես ոստիկան, կրելով զրահաբաճկոն, ծառայողական նշան եւ հատուկ սարքավորումներ։ Նրա ավտոմեքենայից հայտնաբերվել է շուրջ 50 հոգուց բաղկացած ցուցակ, հիմնականում դեմոկրատ գործիչներ։ Այս գործը հայտարարվել է Մինեսոտայի պատմության մեջ ամենախոշոր մարդասպանությունը։ Թրամփի բաց աջակցությունը կրիպտոարժույթներին խթանել է դրանց տարածումը, դուրս բերելով ոլորտը հիմնական շուկա։ Այս դիրքորոշումը բոլորի կողմից միանշանակ չի ընդունվել։ Թրամփը քարոզարշավի ընթացքում հաճախ հանդես է գալիս կրիպտոյի օգտին, շեշտելով դրա անկախությունը պետական վերահսկողությունից եւ արժեքի պահման ունակությունը։ Ներդրողները, ովքեր տարիներ շարունակ բախվել են կարգավորման խոչընդոտներին, այժմ տեսնում են աջակցություն նախագահական մակարդակում։ Մինչդեռ քննադատներն ընդգծում են, որ Թրամփը անձնական կապեր ունի կրիպտոարդյունաբերության որոշ ընկերությունների հետ, ինչը կարող է առաջացնել շահերի բախում եւ մանիպուլյացիայի վտանգ։ ԱՄՆ ներգաղթի մոտ 20 աշխատակիցներ եկել էին Կալիֆոռնիայի Home Depot խանութ, ձերբակալելու օրավարձով ներգաղթյալներին, որոնք հիմնականում անօրինական աշխատողներ են։ Նրանց գործողությունները հանդիպել են տեղական համայնքի անդամների դիմադրությանը, ինչի արդյունքում որևէ ձերբակալություն չի իրականացվել։ Նշվում է, որ սա նմանատիպ արդեն 3-րդ միջադեպն էր տվյալ վայրում եւ նախորդ օրը եւս գրանցվել էր նման գործողություն։ Տեղացիները, որոնք օրինական բնակչություն են, միտումնավոր շեղել են գործակալների ուշադրությունը, խոսելով եւ ձևացնելով, թե իրենք են աշխատանք փնտրում։ Այս քայլը հնարավորություն է տվել մի շարք աշխատողների խուսափել ձերբակալումից, գործակալների չնպատակը ուղղված կրծելավոճի պայմաններում։ Լոս Անջելեսի քաղաքապետը հայտարարել է, որ պարետային ժամը կկրճատեն, քանի որ գիշերը արդեն ձերբակալություններ չեն եղել։ Նոր կանոնակարգով պարետային ժամը կգործի ամեն երեկո ժամը 10-ից մինչև առավոտյան 6-ը Լոս Անջելեսի կենտրոնական շրջանի 1 քառակուսի մղոն տարածքում։ Պարետային ժամը եւ շարունակվող հանցագործությունների կանխարգելման միջոցառումները մեծապես նպաստել են խանութների, ռեստորանների, բիզնեսների եւ բնակելի համայնքների պաշտպանությանը, այն անձանցից, ովքեր չեն հարգում ներգաղթյալ համայնքը, նշված է քաղաքապետի հայտարարության մեջ։ Կալիֆոռնիայի In-N-Out բուրգերների ցանցի նախկին աշխատակիցը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ, պնդելով, որ իր մազերի պատճառով խտրական վերաբերմունքի է արժանացել եւ ի վերջո աշխատանքից ազատվել է։
21-ամյա տղան, ով աֆրոամերիկացի է, պահանջում է ավելի քան $3 միլիոն փոխհատուցում, պատճառաբանելով, որ դեպքը վնասել է իր հեղինակությանը եւ հոգեբանական ծանր հետևանքներ թողել։ Նա աշխատել է In-N-Out-ում դպրոցն ավարտելուց հետո։ Ըստ հայցի ընկերության ղեկավարները պարբերաբար դժգոհել են, որ նրա մազերը չեն համապատասխանում ընկերության հագուկապի կանոններին, որոնք պահանջում են ամբողջությամբ ծածկել մազերը գլխարկի տակ։ Երբ տղան հյուսել է մազերը, կանոններին համապատասխանելու համար ղեկավարությունը պահանջել է վերացնել, որոնք նրա խոսքով իր մշակութային ինքնության կարևոր մասն են։ Տղան պնդում է, որ այս պահանջը եղել է խտրական ու նվաստացուցիչ։ Իր հայցում նա մեղադրում է ընկերությանը ապօրինի աշխատանքից ազատման, ռասայական խտրականության, դիտավորյալ հոգեբանական վնասի պատճառման եւ խտրականության կանխարգելման պարտականությունը չկատարելու մեջ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Շնորհակալություն, որ հաղորդումը նայեցիք մինչև վերջ։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Իսկ մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք մեզ հետևում։ Նաև մեկնաբանություն գրեք այն մասին, թե որ նահանգի մասին կցանկանաք խոսենք հինգշաբթի։ Շնորհակալություն։